Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Մոռացված տարեդարձ խեչի նշվա զորավար Անդրանիկին օրը Արմենակ Աբրահամյան թորք կնանոց մասնակցությունը հայերի ցեղասպանության գործընթացին Թրամփը սպառնացյալ դադարեցնի առևտուրը Իսպանիայի հետ Իրանադեմ գործողություններում իրան ռազմաբազաների օգտագործումը արգելելի հետի Իրան մերձավոր արևելք լարվածությունը թույլանում չի Իրանը խորհրդականի հայտարարությունը բանակցությունը ինյական չեն Իրանը հայտարարում է Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողության մասին հրանձինք խենդեղ շտեղ լրագրողներին սովորաբար դատումն որոշալն սպանին Գառան Խաշլամա Վերխոսքը վերաբերում ազգային հիշողությանը լռությունը երբեմն ավելի խոսունա, քան ամենապետյուր հայտարարությունները։ Այսօրին շատերը հարց ընտամ։ Խմեր հայրենակիցների մի հատվածը նշալ չի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը։ Զորավար Անդրանիկը պրոստը պատմական կերպար չլալ։ Ինքը հայկական զինուժի կազմակերպված դիմադրության խորհրդանիշներն է։ Մարդ վեր յուրան զորքերով կամավորական գնդերով կրվալա Արևմտյան Հայաստանում օտարալա ազգային ինքնապաշտպանության գաղափարի մարմնավորումը։ Սոր շիշուտ շեշտվում ավեր Հայաստանը Հանրապետության բանակը 34 տարեկան Բայց արդյոք հայկական զինուժի պատմությունը սկսվում է մենակ անկախ պետականության վերականգնմանը ետը, եթե բանակը ներկայացվում է որպես ընդամենը 34 տռնվա կառույց, ապա ինչ տեղոն է այդ պատմության մեջին զորավար Անդրանիկը, արդյոք ինքը մնում է մենակ դասագրքային հերոս, թա կենթանի օրինակ պետականության պաշտպանության հետի, պիտի ընդունին ազգային օրակարգը ձևավորում է մեր իսկ ձեռքով, եթե մնգբավարար չափով բարձրաձայնում չենք Անդրանիկին դերը, եթե ներկայացնում չենք իրան որպես պետական մտածողության ու ռազմական կազմակերպվածության խորհրդանիշ, ապա մեղքը մենակ արտաքին հանգամանքների երատինելը արդար չի։ Ազգը կարիք ունի իրան հերոսներին հիշելի, ոչ միայն տարեդարձներին, այլև արժեքային մակարդակում։ Անդրանիկին կերպարը հիշեցնում ավեր պետականությունը պաշտպանվում է պատրաստվածությամբ, կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ։ Գուցե խնդիրը մոռացությունն է, գուցե առաջնահերթությունների խղաթյուրումը, ամեն դեպքում, եթե օզմունք ունենանք սերունդ վերը պատրաստ է պաշտպանել իրան պետությունը, պիտի պահպանենք ու ամրապնդենք այն հիշողությունը, վերի երան կառուցում է ինքնությունը։ Հարցը պետք է, բայց մի պեն հստակ է ազգային հերոսներին հիշատակը պատահականության չպիտի թողնել։ Գիտնականները առաջին դönümü փաստալն վեր թորք կնանեքի ակտիվորեն ներգրավված են ելալ նախացեղասպանական ու ցեղասպանական քարոզչության մեջին։ Զմիորնիայում 1919-1922 թվականներին իրանց ազդեցությունը օգտագործվել է հասարակության վստահությունը շահարկելի քարոզչությունը արդյունավետ դարձնելի ու հակառակորդների դեմ մոբիլիզացնելի հետի։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարիդե, Էդիպի ու այլ վերնախավային կանանոց դերակատարությանը, վերոնց քարոզչական խոսույթը մեծ ազդեցություն է ունեցել։ Հոդվածը փաստագրում է այդ գործընթացի ամբողջական ծրագիրը հայ ու հույնականատեսների վկայությունների հիման իրան բացահայտել ավեն կարևոր, բայց քիչ ուսումնասիրված պատմական հանգամանքը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացյալ դադարեցնի Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը Էմպենան ետը վեր Մադրիդը արգելալա Միացյալ Նահանգներին օգտագործել իրան տարածքում գտնվող ռազմաբազաները Իրանադեմ գործողություններում։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման վաղտը Թրամփը հայտարարել էր Իսպանիան սարսափելի ավարվել ու գծալավեր պատրաստ է դադարեցնել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, դաժե սոր։ Իրանը սելավը Վաշինգտոնը կարե օրինական ճանապարհով սահմանափակումներ կիրառը Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Ամերիկայի ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը նույնպես նշալավեր նման քայլերը կարին իրականացվին իրական հիմքերով։ Թրամփը քննադատ ալ նաև Իսպանիայի իշխանություններին ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու պահանջը չկատարելի հետի։ Ի պատասխան Իսպանիայի կառավարությունը հայտարարել էր ցանկացած վերանայում պիտի իրականացվի միջազգային իրավունքի մասնավոր ընկերությունների ինքնավարության ու Եվրամիության ու Ամերիկայի միջև գործող համաձայնագրերի շրջանակում ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Ամերիկայի ու Իսրայելի հարվածների Իրանադեմ անվանացել անհիմուն ու վտանգավոր ռազմական միջամտություն։ Մերձավոր արևելքում ռազմական գործողությունները դադարում չեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների խիստ քննադատության ներքո Իրանա ու Լիբանանադեմ շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ու Իսրայելի զինված ուժերը շարունական հարվածներ հասցնել տարբեր թիրախների։ Ռմբակոծվել է Բեյրութի մերձակայքում գտնվող հյուրանոցների մինը, ինչպես նաև Ղոմ քաղաքում տեղակայված փորձագետների ժողովի շենքը։ Նախնական տվյալներով երկու երկրներում զոհերի թիվը անցկացալ 800-ը։ Միաժամանակ Իրանը 4-րդ գիշերն է անընդմեջ պատասխան հարվածներ հասցնում իսրայելո-ամերիկյան օբյեկտներին տարածաշրջանում։ Հարվածների մասին տեղեկություններ ստացվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող ամերիկյան հյուպատոսության ու Ֆուջեյրա նավահանգստի ուղղությամբ։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ միջազգային հանրությունը կոչանում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային գործընթացի։
Իրանը գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմեդ Մոհբերը հայտարարավ էր Իրանը պատրաստ է շարունակել կռիվ ու մտադիր բանակցություններ վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ընդգծալավ էր երկիրը բավարար ներուժոն է երկարատև դիմակայության հետ ու անհրաժեշտության դեպքում շարունակելու առանձնական գործողությունները։ Խոսելով անցյալի մասին, Մոհբերը հիշեցրել է Իրանը Իրաքամիջև օդ տրնված տևած պատերազմը ու Իրանը պատմությունա-քաղաքակրթությունը վկայում են նրա մասին, որ ժողովուրդը վախում չի պատերազմից ու պատրաստ է շարունակել։ Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարավ էր Հորմուզի նեղուցը գտնվում է իրանալիակատար վերահսկողության տակին։ Ըստ հայտարարության, ցանկացած նավերը փորձելու անցկենանեղուցավ կարը խոցվե հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամմեդ Ակբարզադեն նշել էր նեղուցը ներկայում ամբողջությամբ վերահսկվում է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կողմից։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարավ էր ամերիկյան ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցի նավթի լցանավերը Պարսից ծոցի այս կարևորագույն երթուղով։ Միաժամանակ ԻՀՊԿ խորհրդական բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարին հայտարարավ էր Իրանը թույլ չի տալու որևէ նավի անցկենալ Հորմուզի նեղուցով, ընդգծելով էր նեղուցը կապած է։ Իրանասելավը փորձ կատարվելու դեպքում նավերը կարին հարվածների ենթարկվին։ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի ու Օմանի միջև ու համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային ուղիների մինը։ Համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20%-ը անցակերում հենց այս նեղուցով։ Հիշեցնենք, որ Իսրայելն Ամերիկայի Միացյալ Նահանգները փետրվարի 28-ից հարվածներին հսցնում Իրանին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածներ է հսցնում իսրայելական ռեժիմի ու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այն երկրում շտեղ անհնազանդ լրագրողներին սովորեն դատին ազգին վիրավորելու մասին 301-րդ հոդվածով յուրան կրեին պարզապես դատարան քշեին, յուրան թերթը ագոսը կրեին կպեին, յուրան կրեին լռեցնեին տուգանքներով ու դատավճիռներով, բայց հրան ձինքին դատալ չն, յուրան սպանալն։ Իրեք կրակոց մեջքին ու լռեցվալա մի ձայն վերը չափազանց բեցյուրայել տռած։ Խե։ Պաշտոնապես խոսքը քինալիս արալ 301-րդ հոդվածի ազգը վիրավորելու մեղադրանքների մասին, սակայն շատերի համոզումով տամենակ վերին շերտնալալ քեմալական շրջանակները դիմքին դիտելիս ինլալ որպես գոյաբանական սպառնալիք, ինքը խոսելիս արալ հիշողության, ճշմարտության, համակեցության մասին, այն վխտեն վեր համակարգը կառուցված արալ լռության երա։ Պատմաբան Ալի Քարդուղիի գնահատումով ձինքը պիցրացալա էշաֆոտ, որովհետև տրալա չափազանց ազդեցիկ իրավապաշտպան լիբերալ բարեփոխումների դարաշրջանում։ Ինքը համարձակվալա ասե այն, ինչը վեր շատերը վխելիս են դաժե մտածին, բայց լալա մի պատմություն, վերը թուրքական ռեժիմը կրեց հալչիները։ Ձինքը բացահայտալա մի փաստ վերը հարվածալա ազգային առասպելի հենց սրտին։ Խոսքը վերաբերվել իսալալ Սաբիհա Գյոքչենին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր դստերը ազգային խորհրդանիշին առաջին կինոթաչուին Սաբիհա Գյոքչեն։ Ձինքի հրապարակած նյութերի համաձայն ազգային հպարտության կերպարը կարե ինե հայ որբ ծնողներին կուրծրած զանգվածային կոտորածների տարիներին։ Պետական հաղթանակի խորհրդանիշը հայ ժողովրդի զավակ, որի ոչնչացումը կազմակերպալա հենց կայսրությունը։ Գտնվալա Սաբիհա Գյոքչենի ծագման իրական ակունքը անգամ հայտնի է տռալ յուրան իսկական անունազգանունը, ինքը հայուհի Խաթուն Սեբիջյանն ալել։ Վերսեբիջյանների ընտանիքը ակսորվում է Սաբիհա Գյոքչենը հայտնում է թուրքական որբանոցներից մինումը, յուրան քույրիկը հսնում է խորհրդային Հայաստան, իսկ աղբորը ակսորի ճանապարհը տանում է Լիբանան։ Տասնամյակներ հետո ընտանիքի կորած ճյուղերը գտնում են յուրուր, բայց գախնի։ 2004-ին Սաբիհա Գյոքչենի հարազատ քրոջ Երևանում բնակվող աղջիկը բացահայտում է այդ գաղտնիքը, վերթուրքական խորհրդանիշը Աթաթուրքի դուստրը իրականում Սաբիհա Գյոքչենը չի, այլ յուրամորաքույր Խաթուն Սեբիջյանը։ Պատմության դաժան հեգնանքով 1938 թվականին Գյոքչենը մասնակցала Դերսիմա գործողություններին ճնշելով քրդական ապստամբությունը, զոհը վերածվալա համակարգի գործիքի։ Ձինքը ճշմարտությունը տուսյապերալ հրապարակ եւ շատերի համոզումով հենց այդ ճշմարտության հետի ինքը վճարալա յուրան կյանքավը 3 հատ կրակոց մեջքին։ Սորմունք ներկայացնում ենք հայ խոհանոցի եզակի առողջարար համը գառան խաշլաման մեր տոնական սեղանների անփոխարինելի բաղադրատոմսը պատրաստվում է բնական մթերքներից ու հնագույն հայկական ավանդույթներով։ Համտեսեցիք ու վայելեցիք ավանդական հայկական համը։ Սիրելի հայրենակիցներ, սորվետ այսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։